նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Եթե ձեր քաշը 130 կիլոգրամ է կամ 260 փաունդ, ապա պետք չէ ամենտեղ նստելուց ասել ես ինչքան ուտում եմ չեմ չաղանում։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Արդեն մոտավոր 2 տարի մենք եթերում ենք եւ ամեն անգամ իհարկե 5 շաբթի երեկոյան 22:30 անփոփոխ AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում Armenian Evening հաղորդաշարը ողջունում է իր հեռուստադիտողներին եւ բնականաբար հարց է առաջանում թե ով է այսօր լինելու մեր հյուրը, ասեմ որ այսօր շատ մի առանձնահատուկ հյուր ենք ունենալու, իհարկե մի քանի րոպեից դուք կիմանաք թե ով է լինելու մեր այսօրվա հյուրը, իսկ այս պահին իհարկե դուք դիտում եք մեզ, մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, ցանկանում եք ձերբազատվել, ապա 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Պրոֆեսիոնալներ, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել են վերադարձել լիարժեք կյանքի։ Հեռախոսահամարն է 409 9000 911 Detox Center։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, մի հրաշալի հյուրանոցային համալիր, որտեղ լիարժեք կարող եք հանգիստ անցկացնել։ Այս սա ոչ թե պարզապես հյուրանոցային համալիր, սա առողջարան է, որովհետև ամրագրելով ձեր տեղերը, ձեր սենյակները, դուք այստեղ օգտվելու եք լողավազաններից տաք հանքային ջրով, տաք ջուր լողավազը պատկերացնում եք, այնպես որ եթե իրոք լիարժեք ուզում եք անցկացնել ձեր հանգիստը, լինել առողջ, ապա պետք է անպայման այցելել այստեղ, իհարկե զանգահարում եք հետևյալ հեռախոսահամարով 760 329 6033, ասում եք, որ Armenian Evening հաղորդաշարից ենք լսել ձեր հյուրանոցի մասին, ամրագրում եք ձեր տեղը, գնում եք, վայելում եք եւ շնորհակալություն եք հայտնում մեզ, ավել բան պետք չէ։ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Վրաստանում նոյեմբերից օթային տաքսի կգործի։ Փաստորեն Վրաստանում տաքսու վարորդները օթից փող են բռնելու։ Ամերիկյան համալսարաններից մեկի գիտնականները պարզել են, որ մոլում աշխատող հարազատ եւ մոտիկ մարդը կոչվում է մարդամոլ։ Սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր հյուրին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրն է սիրված, ճանաչված երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Արմինե ջան, բարի երեկո։ Բարի երեկո, Արմեն ջան։ Ես շատ ուրախ եմ անչափ քեզ հյուրընկալել այսօր մեր տաղավարում։ Արմինե Գրիգորյանը մի հրաշալի ազնվորություն, տաղանդավոր երգչուհի, շատ լավ մարդ, ում հետ մշտապես շփվել ընկերություն անելը ինձ համար մեծ պատիվ է։ Շնորհակալ եմ քեզ։ Գիտեմ, որ կարճ ժամանակով ես Միացյալ Նահանգներում, բայց այնուամենայնիվ այստեղ ես այսօր։ Շնորհակալ եմ շատ Արմեն ջան, փոխադարձ հարգանքներս քեզ
հին, բարի, լավ ժամանակների, շատ լավ գոլեգա, որի համար շատ ուրախ եմ, որ դու այստեղ ես, Լոս Անջելեսում ես, չէ, ինչու եմ ուրախ, ուրախ եմ, թե որ այստեղ ես, ուրախ եմ քեզ տեսնել այստեղ, իհարկե քո պես արվեստագետի կարիքը միշտ կա Հայաստանում, քո գույնը պակասում է, ասել եմ ու կասեմ, մենք քեզ շատ սիրում ենք, կապ չունի դու լինես Լոս Անջելեսում, թե Երևանում, շնորհակալ եմ հրավերի համար, Շնորհակալ եմ Արմինե ջան, անչափ, այո, այդ ամենը իհարկե փոխադարձ է։ Շնորհակալ եմ քեզ։ Լավ, արի հիմա մի քիչ զրուցենք, գիտես, միշտ մեր հաղորդման սկզբնական մասում այդ հարցը պարտադիր մեր հյուրերին իհարկե տալիս եմ եւ ցանկանում ենք, որպեսզի իմանանք քո տաղանդը ով է գտել, այսինքն փոքրիկ հասակում, դե իհարկե մենք մի քիչ այսօր կխոսենք եւ որպես Արմինե Գրիգորյան դերասանուհի եւ որպես Արմինե Գրիգորյան երգչուհի, բայց այդ տաղանդը թե որպես երգչուհի, թե որպես դերասանուհի, ով էր այդ մարդը կամ մարդիկ գուցե, որ ասին այս երեխեն ապագայ ունենալու է արվեստում։ Արմեն ջան, ասենց ասեմ, այդ որ ասեցիր, հիշեցի ուսանողական ժամանակ, որ ընդունելության քննության ով մտնում էր, ասում էր մանկուց երազել եմ դերասանուհի դառնալ։ Հիմա այդ իմ տաղանդը ով է գտել։ Այսպես ասեմ, մեր հորաքույրը դերասանուհի է եղել, իմ հորաքույրը Էջմիածնի թատրոնում Սեդա Գրիգորյան եւ այնպես ստացվել, որ մենք կուլիսներում ենք մեծացել, մենք անընդհատ նրա հետ ենք եղել, բացի դրանից փոքր ժամանակ այնքան խմբակներ էի գնում եւ արվեստի եւ ոչ արվեստի, այնպես որ անընդհատ ես էլ Սամվելն էլ մենք ունենք նաեւ մեծ քույր Հասմիկը, որ ընդհանրապես կապ չունի արվեստի։ Այսինքն երկու քույր եք, մեկը եղբայր։ Այո, երկու քույր մեծ եղբայր։ Ողջուններս Նախ ողջունել իհարկե Սամվելին Գրիգորյան եւ Սամվելին, Հասմիկին։ Ես ուզում եմ մի քիչ խոսենք արի Արմեն ջան, արի մի քիչ խոսենք Սամվելի մասին իհարկե, որովհետեւ ես նույնպես շատ իհարկե հարգում եւ գնահատում եմ եւ շատ սիրում եմ Սամվել Գրիգորյանին։ Արմեն ջան, Հասմիկ ինչով ես զբաղվում այդ դեպքում։ Մի քիչ փոխենք, հա, որովհետեւ խոսենք Հասմիկի մասին, որովհետեւ պրակտիկապես չեն խոսել Հասմիկին է։ Արմեն ջան, իմ քույրը Հասմիկը մայրիկիս պես ռուսաց լեզվի ուսուցչուհի է մասնագիտությամբ, բայց չի աշխատում բնականաբար երկար տարիներ։ Մայրս 40 տարվա ուսուցչուհի էր, աշխատեց մինչև վերջ։ Իսկ քույրս մի 7 տարի է աշխատել, ինքը հիմա աշխատացնում է մեր ընտանեկան բիզնես ռեստորանը, որը նաև պատրաստում է տեղափոխվել Եվրոպա, բնակվելու իր որդու եւ հարսի ընտանիքի հետ, ընտանիքով։ Դա մի քիչ ափսոսանքով եմ մոտակա ժամանակները թորնիկ պետք է ունենան, Աստված առաջ, հա։ Այսպես, քույրիկս, որ երգում էր, ես ու Սամվելը սեղանի տակ էինք մտնում, այդքան չկային փոքր ժամանակ։ Այնքան լավ էր երգում, բայց փորձում էր։ Այնքան լավ փորձում էինք, հա, այնքան լավ էր երգում Հասմիկը, բայց իրեն տվեց ավելի աշխատանք, ուրիշ մասնագիտությամբ։ Գիտես, նաև կարևոր է, որովհետև ընտանեկան փաստորեն բիզնես ինչպես նշեցի։ Այո, ավելի լավ գործում եք, ինքն էլ ինձ ասում է, լավ է, ասում է իրան ապրում ես։ Որ ասենք ինչ-որ լավ բան է, ասում է, լավ է, ես էլ կուզեի։ Արմեն ջան, բայց հիմա որ տեղափոխվեց Հասմիկը փաստորեն Եվրոպա, ընտանեկան բիզնես, Սամվելի իհարկե Հայաստանն է, բայց Սամվելի կին Սամվելը խոսքը նորմալ ամեն ինչ լինելու, ես հանգիստ լինեմ։ Մենք էլի մի քիչ էլ ունենք բարեկամներ, արխային հանգ։ Մի քիչ էլ հավ կաֆեն ունեմ, այդ կարևոր է, շատ կարևորը դու երբ գաս, սիրով միշտ քեզ կսպասենք։ Միանշանակ սիրով միշտ սպասում ենք Շնորհակալ եմ։ Արմեն ջան, դե մի քիչ իհարկե խոսենք, դու արդեն նշեցիր ուսանողական տարիներից Գեղարվեստական թատերական ինստիտուտում, բայց դու ընդունվել ես որպես դերասանուհի սկզբից, ճիշտ է։ Այո։ Ես արդեն ավարտել եմ Սունդուկյան թատրոնի երբ եկել էի իրանց դիպլոմայինի հետ, Ծատուրյանի կուրսի դիպլոմայինի հետ, ավարտեցի եւ երկնքին երեկաթոռ ինկավ ներկայացումը։ Դու դա փաստորեն պրեմիերան էր քո։ Պրեմիերան էր, այո, Զորայր Խալաֆյանի։ Ահա, ես ուզում եմ անպայման մենք խոսենք, իհարկե, որովհետեւ ներողություն, Զորայր Խալաֆյանը տարբեր նվագներներ խառնեցի, հեսա կհիշեմ ես։ Ոչինչ։ Համենայնդեպս ես ուզում եմ անպայման մենք խոսենք այդ տարիների մասին, փաստորեն դու մետրո թատրոնի մասին, որտեղ մետրո թատրոնը դա 93-94 թվականն էր, պատկերացնում եք այդ տարիներին եւ ներկայացումներ, որ մինչ օրս ես անձամբ իհարկե դիտել եմ եւ հրաշալի, պարզապես հրաշալի դերասանական կազմ, հրաշալի վարպետներ, ներկայացումներ,
Փաստորեն դու եւ սովորեցիր, թե ավարտեցիր, սկսեցիր մետրոյում արդեն խաղալ։ Ես վաղուց արդեն ավարտել եմ, Ավարտել ես էի։ սկզբի ես միջից իմ առաջի թատրոնը որ աշխատել եմ, դա եղել է Պարոնյան թատրոնը։ Ահա։ Պարոնյանում աշխատել եմ մի քանի տենց 3 ներկայացումներում մասնակցություն եմ ունեցել, լավ էր շատ։ Հետո Պարոնյանից հետո ես գնացել եմ մետրո թատրոն, դա 90-ից մինչև 93 թվականը, իսկ 93-ից մինչև 95 թվականը Ոզնիներ եմ գնացել։ Ոզների մասին հա անպայման հիմա կզրուցենք, բայց ես վերջին Արմին ջան, ուրեմն ես եմ սխալում, հա, կարծես թե 93-ին ենք մենք դիտել, թե 94 թվականը։ Երևի ուրեմն 93-ին ես։ 3-4 ավելի շուտ, որովհետև մեր Նարեն փոքր բարուրի մեջ երեխա էր, բերում ենք Ֆորշը դաշնամուր էր նվագում, Նարեն բարուրի մեջ այսպես գնում գալիս էր դաշնամուրի վրա։ Դրա համար եմ հիշում, որ Նարեն 92 թվականից ծնունդ է, 1 տարեկան չկար էլի, երևի 93 թիվը լիներ այդ ներկայացումը։ Եվ դու փաստորեն իսկ ինչ իհարկե մի քիչ հիմա կխոսենք ոզնիների մասին անպայման, որովհետև եւս մի նախագիծ մինչ օրս իհարկե դարձավ բրենդային ոզնիները մինչ օրս սիրված եւ իհարկե դիտել կարելի է եւ այսօր նույնպես բայց մետրոն այսինքն ինքը փակվեց թե շարունակեց մետրո թատրոնը բացապես դու դուրս եկար այնտեղից Չէ, ես դուրս ես գնացի կոնտրակտով աշխատելու, եկա Միացյալ Նահանգներ, մենք եկանք Միացյալ Նահանգներ ոզնիներով։ Ոզնիներով, այսինքն դու արդեն ոզնիներ տեղափոխվեցիր եւ Այո, առաջին անգամ Միացյալ Նահանգներ եկել են ոզնիներ թատրոններ, դա եղել է 95 թվականին։ Հետո իսկ մետրո թատրոնը փակվեց։ Մետրոն բայց մինչև փակվելը ես այսինքն մեր այդ ամբողջ սաստավը դուրս եկավ հետո, մինչև փակվելը ես արդեն կոնտրակտով ճանապարհորդությունների մեջ էի, բան արդեն որպես երգչուհի էի սկսել հանդես գալ, ես դե 92 թվականից երգում եմ, 95-ից էլ իմ մենահամերգներով, սոլնով, դրա համար թատրոնից դուրս եկա ես արդեն։ Արմեն ջան, բայց ինչ այ քեզ դրթեց, որ դու փաստորեն դերասանուհի, ճանաչված, ասիրված եւ հոպ, մեկ էլ տեղափոխվում ես դեպի երգ։ Ասեմ, նախ ես փոքր ժամանակվանից եմ մանկուց երազում էի։ Արմեն ջան, երգում եմ, միշտ էլ երգել եմ, մամաս շատ սիրում էր երգը, օրաքույրս դերասանուհի էր, մամաս էլ այսպես բան ուներ, պեսինիկը հիշ սովետի ժամանակ իր երգերը ակուրատնի գրում էր։ Ես ու քույրիկս էլ գողանում ենք, տանում ենք դպրոց, պատնաշպի, sense բան ենք անում։ Միշտ սիրել ենք երգել, մեր տանը միշտ եղել է երաժշտություն այն ժամանակ Թոմ Ջոնս էինք լսում պլաստինկա, կպատկերացներ Թոմ Ջոնս, Աբբա, ելում էինք լսում, Irreption, Bonnie M, ռուսական բնականաբար, Վիսոցկի, Պուգաչովա եւ լիքը այդտենց մյուզիկի մեջ մեծացել ենք։ Ես հիշեցի նոր Աբբա խումբը հիշեցի, հիշում ես մի հատ ֆիլմ կար Աբբայի մասին, հիշում ես։ Դոկումենտալ եւ հիշում ես մի ֆիլմ, որ հրաշալի շատ տպավորվեց իմ մեջ եւ դիտեցի այդ ֆիլմը Աբբայի մասին։ Արմինե ջան, իսկ ոզնիներում այդ ընդգրկվելը ոնց եղավ, փաստորեն դե ոզնիները դա այսինքն մուտքներ որպես հումորային ժանր, որովհետև հետագայում իհարկե քո երգերը շատ սիրված երգեր են հումորային ժանրում են հիմնականում, այդ դա ոնց էր անցումը, հա, դերասանական դեպի հումոր։ Ասեմ, նախ որ հիշեցինք, ոնց երգեցի Ժենյային հիշես Մկրտումյան մեր շատ սիրելի, Մայա Մարկարյանի մեր շատ սիրելի մայրիկը Լուսահոգի Ժենյան, ինքը ինձ միշտ ասում էր երգի, դու պիտի երգչուհի դառնաս երգի։ Գնացել ենք Պայեսկա Սունդուկյան թատրոնով Հարսնացուն հյուսիսից ներկայացումը, Ժենյան Վալյա էր խաղում, մենք էլ Վալյա ընկերուներն ենք տենց էպիզոդներ մասովկա ենք խաղում ուսանողներով։ Եվ ես այդ Կրասնասելսկ ենք գնացել, Կրասնասելսկ Շամշադինի, ներողություն Շամշադինի հյուրանոցի երկրորդ հարկը բաց բալկոն էր ու քանի որ ինձ ոչ ոք չէր ճանաչում այնտեղ ես երիտասարդ երեխա էի վերցնում էի ձեռս մի հատ դեզադոր կամ ինչ-որ բան բարձր երգում էի ամբողջ բոլորը նայում էին ասում են ես խելան նվագում էի ալո Ժենոն սաղուրախանում էին դերասանները Ժենյան ասում էր դու ты должна петь այնքան ասին լավ օծի լեզու ունեք համոզեցիք դե տենց փոքր ժամանակվանից երգում էի Արմեն ջան հետո սկսեցի երգել եւ մեր այդ մետրոն որ ասում ես մետրո թատրոնում ներկայացման մեջ
երկում էի ես։ Հիշես դրամ։ Եվ այն ժամանակ էլ կար, ոնց որ դա էլ լիներ, բան բոլոր ասում են, ինչու՞ չես երգում, երգի բան։ Բոխյան Հասմիկը կհիշես, Հասմիկի հետ մեր սիրելի Հասմիկը, չգիտեմ, Գերմանիայում ինչեր հիմա թե որտեղ բարապում էինք, բան, տենց շատ հետաքրքիր ժամանակներ եւ սկսեցի երգել։ Իսկ երգել, որովհետեւ ես հումորային ժանրում եմ, թեկուզ Պարոնյան թատրոնում կամ ասենք նույն մետրոյում, նույն ոզնիներում միշտ իմ ժանրն է հումորը եղել։ Եվ ես ուղղակի ես ինքս էի ուզում էի երգել, պարզապես ուզում էի երգել եւ հումորային ժանրի մեջ եւ ես ասում եմ ես պիտի երգեմ այնպեսի երգեր, որ իմ ձայնը բավականացնի, որտեղ շուրջս կային մարդիկ, որոնք իրաց ձայնի չափով չէին երգում, ավելի շատ էին երգում եւ ես ասում էի խեն տանջվում, դրա համար ասում էի ես երգեմ, դրա համար ասում էի ես ինքս գրեմ ինձ համար։ Եվ դու գրում էիր բառը երգի Եվ բառը։ ստիպված եմ, որ ասում եմ жизнь заставила, կյանքը։ Հա, եւ տեսնում ես, ոչ պատահական չի, սկսեցի ինքս ինձ համար գրել։ Եվ մինչ օրս այո, դա շարունակվում է։ Արմինե ջան, ես ուզում եմ եւս մեկ անդառնանք մի այսպես քո ասպարեզներից մեկի, որովհետեւ ժամանակին իհարկե իմ գոլեգան է։ Այսպես գոլեգաներ են եղել։ Այո։ Խոսք իհարկե ճանաչված մի հաղորդման մասին էր, որը կոչվում էր Իմ արև։ Այո։ Այ մի քիչ պատմի Իմ արև հաղորդման մասին, հիմա ճիշտ ասած ես քանի օրը Որս արևի մարև շոշափում են դες, բայց դա մենք հին ենք գնում ենք մեր այդ ժամանակները Իմ արև հաղորդում։ Ինչ էր հաղորդման, ինչի մասն էր։ Ես հիշում եմ, ես իհարկե գիտեմ, նաև մեր հեռուստադիտողները ովքեր այդ ժամանակ կհիշեն, ինքը բավականին ճանաչված, սիրված հաղորդում էր։ Այո։ Տես, հիմա փաստորեն երկարվեստ, դերասանություն եւ հոп հեռուստատեսություն։ Նախ ինչու լավ էր, ասեմ որ ինչու։ Միանգամից ասում եմ որ լավ էր։ Եվ բայց ինչու, այսինքն ոնց ստացվեց դա։ Դա էլ ոնց որ չեմ հիշում ինչպես միտքը եղավ ինձ մոտ, որոշեցի հաղորդում անել, ինչ որ գիտես ես կանչում էի հայտնի մարդիկ, որոնք իրենց հետ բերում էին իրենց բարեկամ, ծանոթ, հարևան, ընկեր, մանկության եւ պատմում էին այդ տվյալ մարդու մասին դեպքեր։ Օ, այսինքն մի րոպե, այսինքն գալիս է ճանաչված մարդը եւ եւս մեկ հոգի իր հետ։ Ոչ, մի քանի հոգի։ Մի քանի հոգի։ Մի քանի հոգի։ Եվ ինքը պատմում էր իրեն, դե նրանք էին պատմում։ Նրանք պատմում են տվյալ հերոսի մասին փոքր ժամանակ ինչեր ա արել։ Եթերում եւ պատահական թվեր էինք ասում, զանգում ենք պատահական մարդկանց անմիջապես նա մեզ տեղում կարծիք էինք բանանում, լսում արտիստի մասին շատ խոխմա բաներ էր լինում իհարկե։ Պատահական զանգերի մեջ պատկերացնում ես, չի ինչ։ Այո։ Կա բաներ կարող, կուրիոզներ կարող են լինել։ Որովհետև ինքը իրոք հաղորդում շատ սիրվեց, շատ լավ հաղորդում էր։ Պարզապես դրա աշխատանքը այնքան շատ ազգա, ինձ հիմա ասում են, ինչու հաղորդում չես անում, բան ասում եմ, այդքան ժամանակ է պետք ունենալ, ժամանակի խնդիր ունեմ ես այդ խնդիրը ունեմ հասցնելու ժամանակի Իսկ այդ Իմ արև հաղորդման ընթացքում ասել կուրիոզային, հա, ինչ որ ինչ որ կարող մի բան այսպես հիշես, թե դժվար հիմա հիշել, որ ինչ որ մի, չգիտեմ, որովհետեւ ճանաչված մարդու հետ զանգահարել եք, նկատի ունեմ դա եւ ինչ որ բան է եղել։ Այնքան բաներ ա եղել, բայց չեմ կարող հիշել։ Չես կարող։ Ես գիտես, օրինակ ինձ մեկ հարցնում են, եղավ առիթներ լինում են, ասում են ինչ որ բաներ կհիշես մեր բակից, հա, ֆիլմից։ Դե առաջի օրվանից մինչ վերջի օրը եղել եմ նկարահանման տաղավարում, ես որպես սցենարային խմբի ներկայացուցիչ, առաջ օր մինչև վերջի։ Այսինքն բազմաթիվ իհարկե եղել են հետաքրքիր դեպք, ոչ իման չեմ կարող հիշել։ Հա, չէ, բայց ուրիշ օր կարող է հիշես, բայց հիմա որ պետք է։ Հա, բայց ես կարող չեմ հիշում բարձրապես, ուղղակի։ Երևի գիտես ինչի, որովհետև այդ ժամանակ դա եղել է աշխատանքի մեջ, չես ֆիքսում որ հիշես։ Հետո կարող է ինչ որտեղ նստածեք մի ամիտ գա, թե չէ, չենքան իսկապես հրաշալի դեպքեր էր լինում։ Արմինե ջան, եւ հիմա ես իհարկե գիտեմ, որ կար ժամանակով ես Միացյալ Նահանգներում եւ առհասարակ առիթ թե պարզապես այսպես։ Արմեն ջան, առաջ շատ է, այնքան շատ եմ եղել Ամերիկայում, գնացել եկել, չեմ էլ հիշում քանի անգամ եմ եկել գնացել, բայց այս վերջի 16 տարին չի եղել, 16 տարի։ Վերջերս ես ասում եմ ոնց, ես 16 տարի չեմ, դա լուրջ է։ Պարզապես որ զբաղված ես լինում ժամանակ չես ունենում,
ուղղակի ոչ մի խնդիր շատ։ Ես գիտեմ, կարոտում եմ շատ որովհետև եւ դու եւ Սամվելը շատ իհարկե պահանջված եւ իհարկե Փառք Աստծո, ժամանակ, այո, եւ դա ձեր տաղան եւ ձեր շնորհքն է, ձեր տաղանն է, ինչը իհարկե լավա որ գնահատվում է այդ ամենը իրոք։ Շնորհակալ եմ Արմեն ջան, իսկապես գնահաբանն է, որովհետև այսօր էլ հաղորդման էի միտեղ հարցազրույցի խոսում ենք, ասում եմ բնականաբար նախ Սամվելը իսկապես իր հասակակիցների, չասեմ տարիքային, ես էլ Սամվելն էլ մեր սերնդակիցներ, չէ՞, ռավեսնիկ ճիշտ եմ ասում, որ այսպես նայում ենք, փառք ենք տալիս Աստծուն եւ շնորհակալ ենք, որովհետեւ իսկապես այսօր համենայն դեպս ես նավիրստաց եմ անում այն, ինչ որ փակվել եմ 20 տարի, գոնե էլի փառք Աստծո։ Դե գիտես ոնց, ես առասարակ կարծում եմ, որ մեր սերնդակիցները իհարկե մենք մեր սերնդակից, այսինքն այն ժամանակ մարդիկ, ովքեր սովետի մարդիկ են, հա կարելի ասել, մենք այնուամենայնիվ շատ լավ բաներ ենք տեսել։ Լավ բաներ ենք տեսել եւ գուցե այդ լավ բաները այո մեզ օգնում է ինչ որ չափով մինչ օրս օգնում է, շարունակում է օգնել։ Ну, ցավոք իհարկե շատ բաներ այսօր չկան, բայց արժեքներ, բայց քիչ առավոտյան էլի նկարահանման է, դա ենք խոսում, ասում եմ կան չէ, տենց խմիչքներ ինչքան մեծանում է, այդքան լավ կոնյակը եւ այլն։ Իմ ոճը այնպեսին է, որ ես ինչքան մեծանամ, այդքան ինքը ես կարող եմ ինձ թույլ տալ մեծ ակտուզ դնեմ, մեծ շլապս դնեմ, մտնեմ Աստված միայն մեզ առողջություն տա եւ ոտու թեփ, ինչքան ապրենք կարող ենք թույլ տալ մեզ բեմում լինել, անկախ նրանից մեկը կարող է չուզել տեսնին, ոչ պարտադրում ենք, ոչ էլ այսքան ենք կուզենք, ինչա պետք, ամենայն դեպս ես երջանիկ եմ միայն նրա համար, որ ես միակ երգչուհին որ ունեմ ոչ մի լուրջ եւ տխուր երգ, բոլորը ուրախության մեջ, ասենք Աստված տվել է ինձ հնարավորություն, ես ուրախացնեմ մարդկանց։ Դրանից էլ լավ բան, փառք եմ տալիս Աստծուն, շնորհակալություն ասելով ապրում երգում ապրում, վայելում եմ կյանքը ու շատ սիրում եմ կյանքը։ Իսկ Միացյալ Նահանգներ շարունակեմ միտքը եկել եմ որպես տուրիստ եւ նայեցի ասում 16 տարի չեմ եղել ամոթ լավ բան։ 16 տարի չես եղել, այսպես փոխվել է քեզ դու շատ բան, ասիկան փոխվել է թե անանայնիվ պրակտիկապես շատ տեղեր եմ գնում։ Ահա։ Բոլոր տեղերը կրկնակի որ գնում եմ ինչ որ նույն երկիր։ Բոլոր տեղերը փոխված է, Լոս Անջելեսը լրիվ նույնն է, ես այս բան չի տեսել։ Լրիվ նույն Լոս Անջելեսը, որ 16 տարի անցած չլի вообще это что такое։ Լրիվ նույնը։ Եկել եմ, հրավիրվել էի հարսանիքի, շատ լավ ընկերոջ հարսանիքի, ընկերոջ թորնիկն է ամուսնանում, Պետոյի, Հավլավարի Պետոյի, անունը նույնպես Պետոյի, ես էլ Պետոյի երգ ունեմ։ Շնորհավորանքներ Այո, վաղը հարսանիքն է, ողջուններս իրենց Գերդաստանին հրաշալի մարդիկ են։ Այսպես, իսկ գնամ կգամ սիրով։ Այսինքն տես, ինչու է դա հարցնում, որովհետև հիմա դե գաղտնիք չէ, որ շատ եւ շատ հա արվեստի մարդիկ, շատ երգիչներ, երգչուհիներ, այնուամենայնիվ եւ շատ ովքեր նաեւ պահանջված են երգեր ունեն, բայց այնուամենայնիվ տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Դու ես գիտեմ, որ չես ուզում, այսինքն լավ է որ չես ուզում, դրանում չի հարցը, բայց այնուամենայնիվ ինչու։ Ասեմ։ Տես, ես ինչու եմ հարցնում, մենակ նրա համար, որ այնուամենայնիվ իհարկե հայրենիքը մեր հայրենիքն է, բայց ուղղակի շուկան հայաստանյան ավելի փոքր է հասկանալի։ Չէ, դա չէ։ Ասեմ ինչու չեմ ուզում, որովհետև նախ ես հիվանդագին ձևով սիրում եմ Հայաստանը, դա ուղղակի հիվանդության նման բան է, եւ Երևանը, ես ինքս ծնունդով Էջմիածնից եմ, 17 տարի ապրել եմ Էջմիածնում, դպրոց ավարտել եմ, եկել եմ Երևան, արդեն քանի տարի, 85 թվականից ես ապրում եմ Երևանում, Էջմիածնի մանկությունն է անցել, Երևանում իմ երիտասարդությունը, իմ կյանքի ահագին հատվածը, ես չեմ կարողանում ուրիշ տեղում, ես շատ եմ փորձել ուրիշ տեղեր գնամ, չի ստացվում, երկրորդն է նույնիսկ ստացվի էլ ես չեմ ուզում, որովհետև փառք Աստծո, ես այսօր իմ տարիքի եւ չեմ ասում միշտ ես իմ տարիքը, ամենայն դեպս սերնդակիցների որ նայում եմ, ես այսօր անընդհատ ինձ հրավիրում են, ես պահանջված եմ,
ասում է «От добра добро не ищут»։ Համամիտեմ քեզ։ Լավ բանից լավ բան չեն գտնում։ Ուրիշ հաց կարող է վաղը միսօրը կյանքը ամեն ինչ կարող է փոխվել, շատ բան ադեմ ու պաստանի sense բան չենք լինի, չես կարող չլայ, չես կարող ասել։ Կյանքը ինչ իմանանք վաղը միսօրը, բայց տվյալ ուր ամսվա վերջ մինչև հոկտեմբերի վերջ էստեղ եմ։ Սիրով փորձում եմ տեսնել, ազատ այնքան լավ է, համերգներ չունես, զբաղված չես, բաղուց չի հանգստացել, sense պապոլն է։ Շատ լավ է։ Հա դե համենայն դեպս իրոք այսպես ավելի լավ է գնալ գալով, գուցե դրանով երկու եւ շատ հանգիստ է։ Ինձ առաջարկում են այդ բաներ անել, վիզաներ, որ մնամ ստեղ, այ մարդ ասեմ, ինչ լավ է, էլի գնամ կգամ։ Հա, իհարկե։ Եթե գործեր կլինի, սիրով թող առաջարկեն։ Առաջարկեն, այո, Փոխում են բաները, աշխատանքը չի քննարկվում։ Շատ լավ։ Ուզում եմ ապրել Երևանում։ Այո, շատ լավ։ Դե Արմինե ջան, հիմա կցանկանամ, որպեսզի մենք մեր հաղորդման երկրորդ էջին անցնենք, մենք քիչ ավելի փոքրիկ, այսպես զվարճալ էջին։ 3 հատ երկի հատված ենք միասին լսելու։ Բացարձակապես ուշադրություն չես դարձնում ով է երգում, պարզապես երկի բառերն ենք հետևում, հա։ Ընդհատվում է երգը եւ շարունակությունը քեզ ասել եմ 4 տարբերակ եմ ասել եմ, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Քեզ որոշակի առումով հեշտ է, ինչու, որովհետեւ դու ինքդ ես գրում քո։ Հա, իդեպ երաժշտությունը դու էլի Այո, ես եմ գրում։ Էլի դու ես գրում, բրավո։ Այո, ես եմ գրում արվում։ Օ, համ երաժշտությունը, համ երաժշտություն, համ երկի բառեր։ Դե քեզ շատ հեշտ կլինի, բայց մոտավորապես կհասկանաս, որ երկի բառը պետք է լինի։ Չես կարող ասել, որտեվ ես իմ երկերը լսում չեմ, ասում ինչ ծանոթ երգ է։ Եկել ես ձայնս լսվում նոր եմ հասկանում, որ դա ես եմ։ Իդեպ ես խոսեցինք երգերի մասին, ես նաև գիտեմ, որ դու շատ զույգ երգեր ուներ, չէ՞, եթե ես կասեմ Աշոտի հետ Ղազարյան ուներ երգ։ Շատ չէ։ Շատ չէ, ես Չէ, Աշոտի հետ ունեմ Ղազարյան, շատ երկու չուներ, երգ։ ահա։ Եվ վերջերս Հալվա բենդի հետ այս բանը։ այո։ Ուզում եմ ոնց որ չունեմ դուետել։ Ես եթե չեմ սխալվում չկար Հա, Սամվելի հետ դելիքը տենց բաներ տենց կոնկրետ որ ասեմ երգ չունենք, բայց ինչը Արմեն ջան։ Շատ լավ։ Դե անցնենք հա մեր հաղորդման երկրորդ էջին Արմինե ջան։ Հիմա 3 հատ սկսենք առաջի երգը կլսենք։ Հատվածը այնուհետև ես քեզ 4 տարբերակ կասեմ։ Լավ։ Լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ Արմինե Գրիգորյանի հետ հենց այս պայն դուք նույնպես գիտեմ որ ակտիվ մասնակցում եք եւ հիմա փորձենք նույնպես դուք էլ փորձեք գուշակել ճիշտ տարբերակը, իսկ մենք լսենք առաջին երգի հատվածը։ Խնդրեմ։ Տեսակ ծաղիկներ քեզ համար եմ ես բերել, թույլ տուր որ քեզ նվիրեմ, հիմա շարունակությունը։ Չէ որ ես քեզ սիրում եմ 1, թույլ տուր որ քեզ նվիրեմ ու քո սերը վայելեմ 2, թույլ տուր որ քեզ նվիրեմ եթե չուզես կծախեմ, երրորդ տարբերակը եւ չորրորդը թույլ տուր որ քեզ նվիրեմ ուրիշ նվեր ես չունեմ։ Չունեմ արդ ուրիշ նվեր, նվերա ծաղիկա բերեք Չունել ուրիշ նվեր, ինչ եք ուզում ավել բան քան նվեր, ավելի լավ նվեր քան ծաղիկը չկա, համամիտ չես ինձ հետ։ Իհարկե համամիտ է։ Բայց մտածում Արմինեն հիմա որ դարձել։ Չէ որ ես քեզ սիրում եմ ու քո սերը վայելեմ, եթե չուզես կծախեմ, ուրիշ նվեր ես չունեմ։ Ես առաջարկում եթե չուզես կծախեմ տարբերակը, որովհետև շատ ակտուալ է, չի ուզում գնում ծախում։ Կամ որ գնում ես միտեղ նստած հաց եք ուտում, բան մեկ էլ տանտեր ասում է, կերեք, մեկը պիտի գցենք, տապենք, կերեք որ չտապենք։ Դրանից հետո մարդ ոնց ուտի, բայց ստիպված ուտում ես։ Դատելով ասենք բանից ես իմ երկերը երրորդ վերսիա կտրել Քոնը որ նա լը մատ ասա էլի թույլ տոր որ քեզ նվիրեմ քո տարբեր Ես ընդհանրապես տենց եմ չէ գրում Այո Տամամ Դե կարծում եմ երրորդ եւ չորրորդ տարբերակը պետք է հանենք Հանեցին Առաջի երկուսի մեջ հասկանանք կարծում եմ երկուսն էլ կարող են լինել բայց երկրորդը всё-таки Տեսակ ծաղիկներ քեզ համար եմ ես բերել թույլ տոր որ քեզ նվիրեմ չէ որ ես քեզ սիրում եմ Կամ թույլ տուր որ քեզ նվիրեմ կամ չէ որ ես քեզ սիրում եմ Չէ թույլ տոր որ քեզ նվիրեմը կա Թույլ տոր որ քեզ նվիրեմ առաջինը չէ որ ես քեզ սիրում եմ երկրորդը ու քո սերը վայելեմ Այսինքն թույլ տուր որ քեզ նվիրեմ ու քո սերը վայելեմ Երևի ու քո սերը վայելեմ բայց գիտես խի Հələ Որտեվ ծաղիկները տալիս է մի բան պիտի տեղը ստանա հետի բանա այդ գիդի ինչ անում
Բայց գիտես ինչ, մենակ ծաղիկներով եթե կարացավ, ված չի։ Փորձում այ ստացվում։ Ված չի, եթե մենակ ծաղիկներով ալալա։ Դες տղեր կան, չէ՞, չոր բաններում մի բապ ստանդարտ բարտադի դրա։ Բայց գիտես ինչ, այստեղ մենք իհարկե մի քիչ գնացինք ուրիշ կողմ, Հասկացա։ բայց կարա, չէ, նորմալ է, բայց այստեղ Բայց ուրիշ կողմ, առաջինը բայց կարող է կարելի։ վաճառում այդ ծաղիկները։ Դա էլ տարբեր է։ Թույլ որ քեզ նվիրեմ ու քոսերը, այսինքն վայելեմ, այսինքն գումար վերցնի դրա համար։ Դες որ խորանանք շատ բաներ Տես, կարող չնայած թույլ որ քեզ նվիրեմ, ինքը չպետք է վաճառի, էլի, նվիրում է։ Չէ որ ես քեզ սիրում եմ, որտեղ նվիրեմ, որ չէ որ սիրիչ կարող չսիրել նվիրել, դա է նորմալ է։ Քեզ համար եմ ես բերել, թույլ որ ես քեզ նվիրեմ, չէ որ ես քեզ սիրում եմ, այսինքն հա ինչ։ Որ սիրում եմ, Հա։ նվիրեմ։ Ու քոսերը վայելեմ, հա, երևի տենց է Երևի դուրս երկրորդը գալի։ все-таки, հա։ Մալը։ Թույլ որ։ Դե հիմա գիտես ոնց է, միշտ դա ասել եմ մեր հյուրերին, առաջին տարբերակում եթե սխալվում ենք, լերկուա տունենք։ Հա, դե հիմա փորձենք Փորձենք, հիմա այս մեկը ճիշտ եղավ, ճիշտ չեղավ, էլի երկուա տունենք, էլի, անգամ եթե այս մեկը պարտվենք։ Տեսակ ծաղիկներ քեզ համար եմ ես բերել, թույլ տուր որ քեզ նվիրեմ ու քո սերը վայելեմ։ Լսենք ճիշտ տարբերակը, եթե սա ճիշտ է, իհարկե լավ կլինի, եթե ոչ, ապա այլ տարբերակ եւ անցնենք երկրորդ հատվածին։ Խնդրեմ։ Սարա Ապահարություններ, սա բրավո։ լոգիկաներ։ Տեսակ մի անգամ, այո, դե շատ տրամաբանորեն մոտեցար։ Որտեղ կանայք գիտեն ինչ են ասում, Ա, դե տղամարդիկ գիտեք, էլի, որ հա։ ինչ են անում եւ ինչի համար է անում։ Այո։ Դրամա ծաղիկներ էլ մյուս անգամ մի նվիրեք Կամ նվիրելիս մտածեք ինչ եք մտածեք ինչ եք ուզում դիմաց։ դիմաց։ Դիմաց ինչ եք Իմացեք որ ուզում։ կանայք մի անգամից հասկանում են։ 1-0 հաղթում ենք Այո, Արմինե ուրա, ջան, եւ ուրա։ հիմա մենք միասին անցնում ենք երկրորդ երկի հատվածին։ Գնացինք։ Ուրեմն խոսում եմ, որ ես մենակ եմ, կյանքս երկով լցվենք եւ այլ, եկ միասին։ Եկ միասին, առաջին տարբերակը ուտենք, խմենք ու լավ ապարենք։ Եկ միասին on-line ուտելու մի բան առնենք։ Չէ, on-line են, չէ առնենք։ Բայց մինչև ես ունենք մինչև համաճարակ այդ մինչև COVID-ը ով էր on-line 1000-ից մեկ, հիմա ասինքն ամեն ինչ on-line է անցան։ Եկ միասին շախով շուխով քեվ անենք եւ չորրորդ տարբերակը եկ միասին գառան խոզի հավի խորոված ուտենք։ Որովհետեւ այո, խորովածը միշտ պետք է լինի խոզի, գառան եւ տավալ մեկ քիչ էլ։ Որն է։ Ուտենք խմենք ու լավ ապարենք 1, on-line ուտելու մի բան առնենք 2, շախով շուխով քեֆ անենք, գառան խոզի հավի խորոված առնենք։ Երևի երրորդը մի անգամից արագ անցնենք, երրորդը, հա, երևի։ Շախով շուխով։ Դա Ուտենք խմենք լավ ապարենք չէ։ երևի չէ, ոնց կարելի ասել, ուտենք խմենք, ոսեք քեֆ անենք, ապարենք, օքեյ, բայց ուտենք Չէ, եկ միասին ուտենք խմենք ու լավ ապարենք։ Բա դե նայ, Նորմալ է, ուտենք կարա ու լինի։ լավ ապարենք։ Դե մի տեսակ այդեն չի լի ստացվում։ Դե ոչ ուտում են, որ պարեն թեթևանա, չէ, Հա, իրացը մասը։ բայց դե մարդիկ եկա ասում դե ես միջև մի հատ չխմեմ, չեմ ապարում, տենց կան չէ դեմքեր, որ անպայման իրանք պետքա բան ուտելուց հետո խմեն, նոր ապարեն, եւ կան նաեւ մարդիկ, ովքեր առանց ուտելու են խմում ու ապարում։ Իրանց պետք չէ ուտել, իրանց պետք է խմել, որ ապարեն։ Պարեն, այո։ Այո։ Երևի Իհարկե, ինչ երրորդը էլ- կամ առաջին կամ երրորդ բնականաբար կարա երկուսներ կարող են լինել։ Շախով առաջինը շուխով երրորդ։ քեվ անենք, հա։ Երևի շախով շուխով քեվ, այս երկի արանժիրովքից բանից էլի մտածեցի, որ կարա տենց լինի։ Շախով շուխով։ Հա, որտեղ Չէ, դե անրաժելով կեն որ նայենք, այդև գառա Իսկ խոզի on-line ուտելիք մենք կարա լինի, եթե այդպես նայենք։ Չգիտեմ էլ ով էր երկու։ Կապ չունի։ Հա, Մենք օքեյ։ երկիչները բոլորի Առաջինն էլ չգիտեի ով էր երկու։ Հա, այսպես ասեմ, մենք բացարձակ չենք ուշադրություն բանա, չենք դասնում, հա, դրան, երկիչը կապ չունի ով է երկում երկողը։ Չնեղացնենք մեր կողը։ Բոլորն են մեր լավ ընկերներն են, բոլորն են մեր շատ մտերիմ բարեկամներն են, այնպես որ։ Եկ միասին Շախով շուխով քեֆ անենք։ շախով շուխով քեվ անենք։ Ուտենք խմենքը չենք ասում լավ ապարենք։ Կարծում եմ ոչ։ Ոչ։
Եկ միասին շախով շուխով քեֆ անենք, այս տարբերակ ընտրեց Արմինեն, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա կտեսնենք եւ այսպես արդեն པարզ կլինի այս հատվածից հետո հաշիվը, խնդրեմ, հաշիվը մեր լացն Տեսար։ եկա, տեսա, հաղթեցի, ինչպես կասեին ոմն։ Աստորեն։ Так։ Արնե ջան, 2-0, դու արդեն հաղթել ես, ես քեզ շնորհավորում եմ, արդեն այո, եկար տեսար հաղթեցիր, բայց երրորդ հատված ունենք եւ պարզապես արդեն երրորդ հատվածի դեպքում պարզապես պետք է տեսնենք 2-1 կհաղթես թե 3-0։ Այո։ Это вот так вот։ Այո, ես պարզապես միշտ մենք բառ ունենք, դա ասում ենք, իհարկե դա ռուսերեն բառ է, բայց մենք ասում ենք հայկական հայերեն տարբերակով սուխո։ Սուխոն 3-0-ն։ Սուխո։ Սուխը։ Այո։ Ուդարենյան փոխում եք ուրիշ բադաբան։ Սուխը։ Դե 2-0 արդեն հաղթում ես, խնդրեմ երրորդ երկի հատվածը միասին լսենք։ Լավ դե։ Լավ դե։ Ամբողջ մաքուր սրտով։ Այո։ Քավոր։ Ամբողջ մաքուր սրտով ուրախանում եմ, որ այսպես լավ ընկեր ես քավոր ունեմ։ Ամբողջ մաքուր սրտով ուրախանում եմ, որ այսպես լավ աղբեր ես քավոր ունեմ։ Ներողություն առաջինը նորից։ Ու այսպես լավ ընկեր ես քավոր ունեմ, այստեղ որ այսպես լավ աղբեր ես քավոր ունեմ։ Երրորդը ամբողջ մաքուր սրտով ուրախանում եմ, որ այսպես շատ հարուստ ես քավոր ունեմ։ Եվ չորրորդ տարբերակը ամբողջ մաքուր սրտով ուրախանում եմ, որ ասենց պապայի ընկեր ես քավոր ունեմ։ Չէ, որովհետև շատ տարածված չէ, հավանաբար մեր ժամանակ հիմնականում այդպես էր, հիշում ես մեր, երբ որ մենք ավելի այսպես սովետական, որ պապայի ընկերն էր, չէ, քավոր լինում, շատ էր Ցեղական գալիս էր, հիմա էլ կարծեմ կա։ Չէ, բայց սկիզբը դրվում էր ոնց որ պապայի ընկերն էր քավոր, հետո բնականաբար հետո գնում էր։ Նու շատ էր լինում։ Մի խոսքով, այսպես լավ ընկեր, այսպես լավ աղբեր, այսպես հարուստ եւ պապայի ընկեր։ Դե երրորդն ու չորրորդը հանում ենք բնականաբար։ Հանեցինք հարուստն ու պապայի ընկերը։ Աղբեր ընկեր, երկուսն էլ կարա լինի, աղբեր եւ ընկեր։ Բայց երևի աղբեր կարա լինի, հա։ Աղբերը։ Հա։ Իսկ բանը չէ, պապայի ընկերը հարուստը չէ։ Հա պապայի ընկեր էդի հանել ենք, չէ՞։ Հանել ենք, չենք ուզում հարուստը։ Ես Չէ, ոչ չենք ուզում։ Չէ, ուզում ենք հարուստ քավոր։ Իհարկե Ուզում ենք որ հարուստ քավոր լինի, ոչ չենք ուզում։ Իհարկե ուզում ենք։ Բայց Թող հոգով հարուստ լինի։ այո։ Այո։ Հատկապես քավորին չի կարելի հարուստ ընտրել, որովհետեւ որտեղ սրբություն կա։ Իհարկե։ Գոնի քավորին Քավորը սրբությունն է, հիշում ես, ես շատ քավորին հարուստն ընտրեք գոնե։ Ես հիշում եմ հրաշալի ֆիլմը Խոշոր շահում է, հիշում ես։ Քավորը սրբություն է եւ հետո ոնց է տեղափոխում քավոր։ Այդ ֆիլմերը սովետական, այդ մեր հայկական, ես չգիտեմ, ես իհարկե Մտածապես սովետական շատ լիք ինչքան ֆիլմեր ինչքան նշան, որ այսօր պարզապես չգիտեմ, չկան։ Լավ, Արմենե ջան, դե ասա, որն ենք ընտրում։ Լսի, երևի թե Աղբերը։ եղբայրը։ Ամբողջ մաքուր սրտով ուրախանում եմ, որ այսպես լավ աղբեր ես քավոր ունեմ։ Դե պետք է հիմա ամընկերա կամ աղբերա, դե հարուստ եթե պապայի ընկեր թողեցինք մի կողմ, մնում ընկերը կամ աղբեր։ Երևի աղբեր հապսոտի։ Ամբողջ մաքուր սրտով ուրախանում եմ, որ այսպես լավ աղբեր ես քավոր ունեմ։ Չնայած իհարկե ես եթե կընտրեի իհարկե հարուստ տարբերակը, բայց մենք չընտրեցինք հարուստ տարբերակը, որտեղ մենք չենք ընկնում հարստության հետևից։ Ամբողջ մաքուր սրտով ուրախանում եմ, որ այսպես լավ աղբեր ես քավոր ունեմ։ Ահա, խնդրեմ։ Ես ներկայ սրտին փոխումներն եմ ամբողջ մաքուր սրտով ուրախանում եմ որ այսպես լավ աղբեր Բրավո 3-0 այսպես ուրախ
Սուխո, այո, այսպես։ Բրավո Արմինե ջան, բրավո, 3-0 եւ այսպես ասեմ, առանց բացարձակի օգնությամբ։ Դե մեկ օգնում եմ մեր հյուրերին։ Իրում է, տենց։ Ալին մեկ օգնում։ Դե գիտես ոնց իմ հյուրերը իմ ընկերներն են, լավ, դրա համար չեմ ուզում։ Նեղը չնկա որ ինձ օգներ, Հա, դու նեղը չնկար, հա, որ այո, բրավո։ Արմինե ջան, եւ հիմա ցանկանամ մի քիչ խոսենք իհարկե նախագծերի մասին։ Դե բնականաբար երգերը շարունակվում են, կա ինչ որ մի նախագիծ կամ համերգային կամ ինչ որ հետաքրքիր պրոյեկտներ, որը կարող են մեր հեռուստադիտողները քո երկրպագուներ իհարկե տեսնեն, լսեն։ Կան հետարքիր նախագծեր, Արմեն ջան, հա, բայց չասեմ թող լինի նոր, ասեմ ոչ թե գաղտնիք է, ես այն հազվադեպ մարդկանցից եմ, որը ընդհանրապես ոչ մի գաղտնիք երբեք չեմ պահում, ամեն ինչ ասում եմ, ինչ կապված է ինձ հետ, պարզապես ինչ որ տես խառը խուճուճ կլինի, երկար կտևի, ավելի հետարքիր բաներից խոսենք, ամենայն դեպս ասեմ, որ կան լավ պրոյեկտներ, հետարքիր ասելով գործի էլի հետ կապված, շատ լավ բաներ կա դեռ, արջևում նորից եմ ասում։ Դե բոլորը արի այդ դեպքում անպայման պայմանավորվենք, որ եթե ինչ որ մի նախագիծ հետաքրքիր լինի Միացյալ Նահանգներում, ապա անպայման իհարկե սիրով քեզ սպասում, որպեսզի անպայման այդ ամենի մասին նաև ծանոթացնենք մեր հեռուստադիտողներին, նոր պրոյեկտների։ Սիրով Արմեն ջան, խոսք եմ տալիս, անպայման ասեմ ավելի նոր ծրագիր մի անելու եմ, որը իմ ոնց որ մոնո երաժշտական ներկայացում եմ, պատրաստվում անեմ Աստված առաջ, մանրամասնությունները չասեմ, արդեն մոտավորապես հասկանալի եւ կարծում այդ ժամանակ արդեն կգա Միացյալ Նահանգների իմ ծրագրով, իմ համերգային փոքրիկ, չնայած հիմա էլ գնում եմ մենահամերգով, ես գնում եմ տարբեր տեղեր, եւ մենահամերգով եւ ընդհանուր հիմա գիտես Ֆրանսիայից եմ գալիս, Ստրասբուրգ քաղաքում համերգ էր, ոչ մենահամերգ։ Ես Սամվելը վարում էր, ես երգում էր Արաբո Իսպիրյանը, երգում էր Գևոր Մարտիրոսյանը, ամեն մեկս մեր բաժինը մեկ-մեկ ժամ եկել ենք Ստրասբուրգի մեր հայությանը բարևներ, ջեր հրաշալի մեր հայրենակիցները, մեր շատ սիրելի Նարեկը Ստրասբուրգից ինքն էր կազմակերպել։ Ուզում ասեմ համերգներ լինում է, ես նաև փոքրիկ իմ ծրագրով, փոքրիկ ասելով, մենահամերգով ժամ ու կես, 2 ժամ ծրագրով։ Դե դա մենահամերգները, բայց ավելի այսպես այո, դու շատ նշեցիր, որ որևէ մոնո ներկայացում այնուամենայնիվ հետաքրքիր կլինի իհարկե քեզ տեսնել։ Ունեմ մենահամերգը, բայց հետաքրքիր բան ուզում ենք անենք, տեսնենք։ Աստված առաջ, տեսնենք, այո, Աստված առաջ։ Շատ լավ, Արմինե ջան, եւ իհարկե մեր հաղորդման ավարտին բնականաբար մեր շատ սիրելի հյուրերին, երգիչներին, երգչուհիներին անպայման խնդրում ենք մի փոքրիկ իհարկե երգով ողջունել մեր հեռուստադիտողներին։ Ճիշտ է, ես առիթ եղավ լսելու մի հրաշալի պոպուրի, երգերի հավաքածու, որտեղ եւ Երևանի սիրուն տղան, եւ խոսքը գնաց քաղաքների ապարանի մասին, Գյումրու մասին, մի հրաշալի պոպուր, դեմ չես, եթե քեզ խնդրեմ այդ ուրախալի, այդ հրաշալի նոտայով այսօր ավարտենք եւ եւս մեկ անգամ երգով մեր հեռուստադիտողներին իհարկե քո հրաշալի երգը լսենք։ Սիրով Արմեն ջան, իհարկե դեմ չեմ ունեմ ժամանակ խոսել 2 րոպե այդ երգի մասին։ Ես, այո, անպայման, սա խնդրում եմ խոսափողը վերցրու։ Ես իհարկե հիմա դու կարող ես խոսել, ես պարզապես հետո մի փոքրիկ ժամանակ քեզ կտամ, որպեսզի պատրաստվես եւ կծանոթացնեմ մեր նախագծի գործընկերների մասին։ Հիմա խնդրեմ դու կարող ես երգի մասին խոսես, եթե երգը ինձ Հալվա բենդը առաջարկել է իմ հեղինակային երգերը, որոնք ես երգում եմ եւ գրել եմ այդ երգերը։ 4 երգ ընդհանուր միասին պատրաստենք, հա, դա Երևանի սիրուն տղան է, Գյումրեցի իրար երգն է, ապարանն է եւ հարսանիք երգը, երգը կոչվում է Հարսանեկան Շարան, այո, եւ առաջարկեցին, որ ես նույնպես մասնակցեմ իրենց հետ, ես շատ սիրեցի միտքը, հատկապես հետո որ պատրաստվեց արդեն իմիջիայլոց անընդհատ ուզում եմ բոլոր հարցազրույցներում ուզում եմ շեշտել գործիքավորողի անունը Արմենը, ազգանունը չեմ հիշում, որը շատ տաղանդավոր Արմեն ջան հրաշալի աշխատանք է կատարել։ Անունը ամեն ինչ ասում է։ Այո, իմ երգերն են, ես իմ երգերը իրանք այդքան լավ գործիքավորումներով են եղել, ճանաչվել են իրենց ժամանակին, բայց այդքանից հետո անել մի բան, որի մեջ կա դրայվ, որը չի զիջում իսկապես եւ ժամանակի բանով շատ լավ աշխատանք, հրաշալի Հալվա բենդը տաղանդավոր երգիչներով Աննա Մովսեսյան, Կիմ Գրիգորյան եւ իրենց պրոդյուսերը Հրաչյան եւ սիրեցի իրենց հետ աշխատելը, պատրաստեցինք այս բան, բայց քանի որ մենք չենք կարող անընդհատ ֆիզիկապես միասին լինել, ես նաեւ տարբերակ միայնակ տարբերակ, որը ես եմ երգում, իրենք էլ երևի թե բնականաբար ջերմ ողջուններս Հալվա բենդին
շատ մեծ ապագա է սպասվում իրենց։ Բրավո, շատ լավ։ Դե Արմինե ջան, ընդամենը մի քանի րոպե, մի քանի վայրկյան այսպես պատրաստվես դու, իսկ սիրելի հեռուստադիտողներ, ես այս բան եւս մեկ անգամ ուզում եմ նշել մեր հաղորդման գործընկերներին Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ ցանկանում են ձերբազատվել, այնպես որ եթե կա նման խնդիր 911 Detox Center-ի հետ, այդ խնդիրը լուծված է լինում։ Հեռախոսահամարն է 409 90911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ կարող եք լիարժեք հանգիստ անցկացնել, սա առողջարան է, սա ոչ թե պարզապես հյուրանոցային համալիր, շատ հարմարավետ իհարկե համարներ, լողավազաններ տաք հանքային ջրով, այս ամենը ձեր տրամադրության տակ է լինելու, այնպես որ զանգարեք, ամրագրեք եւ վայելեք ձեր հանգիստը։ Հեռախոսահամարն է 760 329 6033։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ հայացքս ուղղում եմ դեպի Արմինեն։ Արմինե ջան, արդեն պատրաստ ենք։ Այո, ձայնս մշակեցի այս ընթացքում։ Այո, ես դրա համար թողեցի ժամանակը։ Նստած ենք երկել։ Այո, նստած, որովհետեւ Եթե չդիմանամ ուզենամ πάρեմ, Դե հաճախ լար կա, չէ՞։ Հաստատ լար կա, լարը կփոքվի, բայց մենք կփորձենք այսպես տեղում πάρենք։ Հնարավորին չափ, այո։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին Armenian Evening հաղորդման ընթացքում սիրված երգչուհի Արմինե Գրիգորյանը հատուկ ձեզ համար հարսանեկան շարան, հա, այդպես է, հարսանեկան շարան, եւ թող այս հարսանեկան շարանը հնարավորինս լավ, ուրախ հարսանեկան արարողության ժամանակ հնչի եւ շատ զույգեր միավորվեն եւ ստեղծեն նոր հայ ընտանիքներ։ Պատրաստ ենք։ Դե սկսեցինք։ Կարող է ճիշտը ջոգել այս մեծ աշխարհում ամենաշատը ում եմ ես սիրում, ինչու եմ սիրում, ինչ եմ կարոտում, ինքս էլ չեմ հասկանում, Երևանի սիրուն տղա քեզ եմ ես սիրում, ով որ կարող է ճիշտը ջոգել այս մեծ աշխարհում ամենաշատը ում եմ ես սիրում, ինչու եմ սիրում, ինչ եմ կարոտում, ինքս էլ չեմ հասկանում, Երևանի սիրուն տղա քեզ եմ ես սիրում Ջան, հավատա, Երևանի սիրուն տղա, իմ արևին ցավատա, սիրում եմ քեզ այ սիրուն տղա, ով ջան, հարց չկա, Երևանի սիրուն տղա, քեզանից լսում չկա, Երևանի սիրուն բալա Նստել եմ թախտին, սպասում եմ բախտին, թե երբ կգա ինձ կտանի իմ լենագացին, Զոլաբարոս ջան, ջանիդ վերնիմ ես, թեկուս լաբոտկա կապարիս հետըտ կուկապ ես, իմ գյումրեցի յար, արի անջիգյար, խոսք ես տվելը վայ, արի վայ, եղա խելագար, հորդ տունիս տար, արի վայ, եղա խելագար, հորդ տունիս տար Էլքուն չունեմ, հանգիստ չունեմ, չեմ կարող այսպես Խելագար եմ, թափառում եմ, սուտ է առանց քեզ Ես ինչ բաներով կսպասել բան չեմ հասկանում Արավոտից մինչև գիշեր քեզ եմ ես փնտրում Հանգիստ չունեմ, տեղել չունեմ, քեզ եմ երազում Գիշեր ցերեկ ես քուն չունեմ, քեզ եմ ես կանչում Քեզ սպասելուց քունս փախավ չունեմ ես դատա Ես ծաղիկ եմ ջուր ես ինձ համար Աբարան, յարիստարան Ինչ անեմ, ոնց անեմ, ելնեմ գնամ Աբարան, յարիստարան Ինչ անեմ, ոնց անեմ, ելնեմ գնամ Աբարան
Սնկավոր եկել եմ որ իստանեն միայն իստանեն Մերլեմ եզեր ճաշակին ինձ նման սիրուն հարսին Հավանում ու տանում եք էլ հեչը բերեք Այսպես չեր եղել կյանքում ես կան ուրախ գային մեր տուն Զուրնադը հոլ նվագեին բարեին մեր բակում Հարևաններ նայում են մոլորվում ու պայթում են Ինչ անեմ որ լավն եմ ես մեղավոր չեմ ես Աչքըտ լույս կիսուր մայրիկ Ճան ասարիկ Դե բարիմ կիսուրիկ Աչքըտ լույս կեսուր մայրիկ Ճան ասարիկ Դեր բարի իմ կիսունիկ Ներն եմ եզեր ճաշակին Ինձ նման սիրուն հարսին Հավանում ու տանում եք Էլ հետ չբերեք Սկեսուր ջան կեզ բինջ պահի Ով ինչ ասի մի լսի Գիտես նախանձում են կեզ Որ քո հարսնեմ ես Որ քո հարսնեմ ես Որ քո հարսնեմ ես Yes! Yes! Արմե ջան, բրավո, բրավո, շնորհակալ եմ քեզ անչափ։ Հրաշալի երգ, հրաշալի բարձր Ես տրամադրություն։ եմ շնորհակալ Արմեն ջան Շնորհակալ եմ այսօր իրոք, որ մենք հրաշալի երեկո միասին անցկացրեցինք եւ իհարկե մաղթում եմ նորանոր քեզ երգեր, բարձր տրամադրություն եւ իհարկե միշտ մնաս այսպեսին, ինչպեսին դու կաս, դու շատ լավն ես, շատ գեղեցիկ, շատ տաղանդավոր եւ մենք քեզ բոլորը շատ-շատ սիրում ենք։ Շնորհակալ եմ Արմեն ջան Ինչ ասացիր փոխադարձ հազարապատիկը քեզ եւ մեր շատ սիրելի հայրենակիցներին Լոս Անջելեսում, Միացյալ Նահանգներում եւ ընդհանրապես աշխարհում բնակվող ես մեր ազգի ֆանատն եմ։ Սիրում եմ ձեզ բոլորիդ։ Կհանդիպենք։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, այո, կհանդիպենք։ Մենք կհանդիպենք արդեն հաջորդ 5 շաբթի երեկոյան 22:30 միմիայն MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք։ Մինչ հաջորդ հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում, Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։